բրոնեժիլետ պետք է հագնի եւ սաղավարտ դնի։ Բայց այդպիսի հայտարարություն անող մարդը պետք է անպայման իր անվտանգությանը, ես ասում եմ, առնվազն մեծ ռազմերի զրահաբաճկոն, մեծ ռազմերի, որ մեջ ազատ զգայր են, եւ սաղավարտ։ Ես կարծում եմ, ուրիշ բան չկա, որովհետեւ մի անգամ խփել են մարդին, արդեն փորձ ունի։ Բայց հնարավոր է դա հիմա Հայաստանում։ Բայց ինչ հնարավոր չի։ Դու քրոնիկան նայեք։ Ոնց հնարավոր չի։ Հիմա հայտարարել են, ասել են, հեծանիվ քշեք։ Փողն բանը։ Բայց ով կուզի։ Հեծանիվ քշելը դա հենց մարտահրավերություն է։ Որտեղ արահետներ դուք տեսել եք հեծանովային արահետներ ճանապարհների։ Բայց ով կուզի Վարդան Ղուկասյանին սպանել։ Իշխանությունը։ Ես ասում եմ, մարդ սպանելը Հայաստանում հեշտ է, որտեղ չէ, քաղաքական բանով։ Ես եմ քաղաքական։ Մարդը հայտարարում է, ասում է, ջոկատներ ձևավորեք տեղերում, առողջ լավ տղաներ, ամուսնացած, չամուսնացած, անզավակ, բազմազավակ, գնացեք ռազմաճակատ։ Հետո ասում է, ես գիտեի, որ դրանք պետք է զոհվեն։ Բա ուր է իր տանում։ Դա մարդասպանություն չի։ Երբ որ ասում ես կամավորներ, լավ տղաներ, սելեկցիա եմ անում ես։ Որպես սելեկտոր հայտարարում եմ, ասում լավերին հարկավոր է ուղարկել ռազմաճակատ,